Երևանի Բաղրամյան պողոտայի 18 կոտորակ 2 հասցեում գտնվող կանաչապատ տարածքը կվերածվի 9.7 մետրանոց երկհարկանի շենքի, իսկ հարակից շենքի բնակիչների տնկած ծառերն ուղղակի կհատվեն։ Կտրում են ու պարշի ինչու, խոստացան, որ չեն կտրի ինչ-որ թփեր կային այստեղ շատ գեղեցիկ, վարդեր էին ուրիշ։ Այդ լրիվ մի առավոտ շատ շուտ եկել կտրել էին, որ մենք չկարողանանք դիմադրել։ Չգիտեմ ես ոնց է կազմակերպված, ով է կազմակերպում, բայց տխուր է վիճակը։ Տեղի բնակիչների խոսքով աշխատանքները սկսվել են հանկարծակի, քնած էին, գիշերվա 5-ին հողափոր մեքենան անակնկալի է բերել։ Տիկին Նինան, որ ծնված օրվանից հարակից շենքում է ապրել, շատ է ափսոսում, որ այգին նման ճակատագիր ունեցավ։ Ամեն անգամ պատվաստում ենք, չգիտեմ ինչ էինք անում, ջրում ենք, ամեն ինչ անում ենք, որ այդ տարածքը սիրուն երևա։ Համենայն դեպս քաղաքապետարանից ծառաբան է եկել ուսումնասիրել ու փաստել, որ ծառերից մի քանիսը նույնիսկ կարմիր գրքում են գրանցված եւ չի կարելի կտրել։ Դենդրոլոգը եկել է, ասել է, մինչև մենք թույլտվություն չտանք, որ ծառը կարելի է, որ սա օրինակ կարմիր գրքի մեջ է, պարզվում է այդ մեծ ծառերը, սա կարմիր գրքի մեջ է, դա չի կարելի ձեռ տալ։ Բայց մասնագետի ու հողափոր մեքենայի գնալուց հետո մեկ է շարունակել են աշխատանքները, որը մեզ այսօր թույլ չտվեցին նկարել։ Ու դրանից հետո էքսկավատորը գնացել է 3, թե այսօր չգիտեմ, ու էլի իրանք սկսում են փորել։ Մենք ասում ենք, քաղաքապետարանի դենդրոլոգը ասել է, չի կարելի ձեռ տալ, մինչև իրանք օֆիցիալ թուղթը չբերեն, որ ծառը։ Այս տարածքը դեռևս 2020 թվականից անընդհատ վերավաճառվել է, իսկ դրանից առաջ բավականին հետաքրքիր պատմություն է ունեցել։ Նախկինում այստեղ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է եղել, որտեղ հիմնվել է այգի։ Այստեղ բնակելի շենքն է, որտեղ որ ապրում են ֆիզիկոսները, տնօրենները, Ալիխանյաններ են ապրել, 2 բնակարան եւ իմ մամաս այդ տաբլիչկան քաղաքապետարանը դրել ակադեմիկոս կինը Թինա Ասացյանի, շատ հայտնի ֆիզիկոս է։ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության ղեկավար Ալիկ Վարդազարյանի մեկնաբանմամբ ծառերի հատման համար փորձաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ տարածքը մասնավոր է, սեփականատերը կարող է որոշել կտրել ծառերը, թե ոչ։ Ներկայությամբ այդ 270 քառակուսի մետր, եթե չեմ սխալվում, սեփականությամբ հասարակական նշանակության հողատարածքի վրա, որը որ դեռևս 2020 թվականին էլ ունեցել նախագծման թույլտվություն։ Վարդազարյանը մանրամասնում է, շինարարության թույլտվությունը կա արդեն 2022 թվականից, սակայն 2026 թվականի 3-րդ ամսին են դիմել երկհարկանի հասարակական նշանակության շենքի կառուցման համար։ Սեփականատերը Արա Խաչատրյանն է։ Որպես շինություն միջինից բարձր ռիսկայնությամբ օբյեկտ է, այդ պատճառով փորձաքննության բազմաթիվ փուլերով է անցել։ Մասնավորապես հարակից շենքի նիշի բարձրության, երեսպատման նյութի պահպանման, ընդհանուր վիզուալ ընկալումը Բաղրամյան պողոտայից պահպանելու եւ այլն։ Մտահոգությունը սակայն միայն ծառահատմամբ չի սահմանափակվում։ Բնակիչների խոսքով իրենց շենքը կառուցվել է 1946 թվականին եւ ունեն մտավախություն, որ նոր շինարարությունը կարող է ազդեցություն ունենալ շենքի ամրության վրա։ Դիմել են փաստաբանի օգնությանը, ինչպես նաեւ մասնագետների են հրավիրել շենքի տեխնիկական վիճակը գնահատելու նպատակով։ Փաստացի շինարարության իրականացման ժամանակ կառուցապատողը ինքն է պարտավոր ըստ օրենքի համաձայնության գալ հարևան բնակիչների հետ, հակառակ պարագան, եթե ինչ-որ տեխնիկապես անվտանգային կանոնների կամ այլ հարցերի իրականացման ժամանակ ինչ-որ բան չի պահպանվել ու արդյունքում եթե հարևան հողատարածքի սեփականատիրոջը կամ բնակիչներին ինչ-որ վնաս է հատկացվել, դա իր պարտականությունն է լինելու։ Կառուցապատող Ֆիլիշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կապ հաստատելիս մեր հարցերին ի պատասխան հնչեց միայն մեկ պարզաբանում. շինարարության համար առկա է անհրաժեշտ թույլտվությունը, սակայն հարակից բնակիչների կարծիքը, ինչպես երևում է, հաշվի չի առնվել։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։